Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքի տանիքին գործարկվեց 150 կՎտ դրվածքային հզորությամբ 4-րդ արևային ֆոտովոլտային կայանը։ Երևանի քաղաքապետ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը տեղում ծանոթացավ դրա առանձնահատկություններին եւ էներգոարդյունավետությանը միտված այս բարեփոխմանը։ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի շուկան ազատականացված է եւ գնում է ազատականացման փուլերով։ Այս պայմանությամբ յուրաքանչյուր հիմնադրամ ընկերություն հնարավորություն ունի ազատ շուկայի պայմաններում եւ գնել էլեկտրաէներգիա եւ արտադրել եւ վաճառել էլեկտրաէներգիա։ Տվյալ դեպքում պոլիտեխնիկական համալսարանը ունի որոշում արտադրել սեփական էլեկտրաէներգիա եւ սպառել սեփական արտադրվող էլեկտրաէներգիան։ Այս հնարավորությունը ունեն բոլոր տնտեսվարողները գրեթե ամեն մեկը իր սպառման ծավալներին համահունչ։ Մեր օրենսդրությունը հենց դա թույլ է տալիս եւ նույնիսկ խրախուսում է։ Ավինյանի խոսքով մեծ ուշադրություն են դարձնում Երևանում էներգոարդյունավետության եւ կրթական միջավայրի զարգացմանը։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանը դրա լավագույն օրինակներից է։ Այն թույլ կտա համալսարանին ոչ միայն խնայել էներգիայի ծախսերը, այլև ուսանողներին հնարավորություն կտա իրական տեխնոլոգիաների հիման վրա ձեռք բերելու գործնական գիտելիքներ։ Քաղաքապետի տեղեկացմամբ համալսարանում նաեւ հիմնանորոգվել է բակային տարածքը, ստեղծվել նոր կանաչ այգի։ Շուտով կշահագործվի ժամանակի պահանջներին համապատասխան սպորտային համալիրը։ Համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով այս արևային կայանների գործարկմամբ ուսումնական այս հաստատությունում կլուծվեն տարբեր կարևոր խնդիրներ։ Էներգետիկայի եւ էլեկտրոտեխնիկայի ինստիտուտի մեր ուսանողներն են, ովքեր հենց այս ոլորտի մասնագիտական կրթական ծրագրերով են սովորում համալսարանում։ Նրանց տվել է պրակտիկ գիտելիքներ, այն տեսական ու փորձական գիտելիքները, որոնք ստանում են մեր լսանային կրթության եւ լաբորատորի ենթակառուցվածքներում, նրանք կարողացել են նախագիծը իրականացման ընթացքում ունենալ պրակտիկ գիտելիքներ եւ այդ պրակտիկ գիտելիքների արդյունքում ել ավելի պատրաստ լինել մասնագիտական ոլորտում որպես ինժեներ մասնագիտական առաքելություն իրականացնելու, առավել եւս այս գործընթացը նաեւ ապահովել է իրենց եւս մեկ անգամ լուսավորելու իրենց ընտրած մասնագիտության ողջ էությունը։ Կարևորագույն մյուս կոմպոնենտն էներգախնայողությամբ ֆինանսական տնտեսումների հնարավորությունն է։ Այսինքն այս կայաններն ապահովում են էլեկտրաէներգիայի ծախսի տնտեսում, իսկ տնտեսված միջոցներն ուղղվում են կրթության որակի բարձրացմանը, հետազոտական աշխատանքներին, ակադեմիական անձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը։ Որպես միավոր կայան ամենախոշորն է համալսարանում, դրվածքային հզորությունը 150 կՎտ է եւ բաղկացած է 300 հատ յուրաքանչյուրը 500 վատ հզորությամբ մոնոկրիստալային բարձր էֆեկտիվությամբ արևային վահանակներից։ Այստեղ 300 հատ է տեղադրված, որը ընդհանուր զբաղեցնում է 600 մետր քառակուսի մակերես տարածք համալսարանի մասնաշենքի եւ արտադրում է տարեկան գրեթե կտրվածքով 200,000 կՎտ էլեկտրաէներգիա, որը համալսարանի համար տարեկան կտրվածքով խնայում է գրեթե 10.5 միլիոն դրամի խնայողություն է ապահովում եւ նաեւ կանոն զարգացման եւ շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարի տարեկան միջինում խնայում է մոտ 80 տոննա CO2 գազի արտանետում դեպի շրջակա միջավայր եւ զուգահեռ ծածկում է միանգամից 3 մասնաշենքի էլեկտրաէներգիայի ծախս տարեկան։ Կարեն Ասատրյանը տեղեկացրեց, որ այս աշխատանքների արդյունքում ընդհանուր ներդրումները պոլիտեխնիկում կազմել են ավելի քան $700,000։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։